Իսպանական պերիոդիստա Digita պարբերականը մեջբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գաղտնի ուշագիրը, որը տարածված է հայկական Սփյուռքում։ Այն նախատեսում է ստեղծել 42 կիլոմետր երկարությամբ Թրամփի կամուրջը անունը ստացած տրանսպորտային միջանցք, որը կանցնի Սյունիքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Սա Ադրբեջանի հիմնական պահանջներից էր 2020 թվականի պատերազմից հետո։ Տրանսպորտային միջանցքի կառավարումը կտրվի ամերիկյան մասնավոր ընկերության։ Երևանը կստանա երթուղուց օգտվելու եկամտի միայն 30%-ը։ Հրապարակման համաձայն հուշագիրն արդեն հաստատվել է 3 երկրներում։ Հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի մասից և համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի համար լայնածավալ նախագծի իրականացմանը առանց որևէ փոխհատուցման։ Առաջին և ամենակարևոր վտանգն ուղղված է Հայաստանի ազգային ինքնիշխանության դեմ։ Ամերիկյան ընկերությանը միջանցքի 100-ամյա վարձակալության առաջարկը, նույնիսկ եթե դա ակնհայտորեն արվում է ոչ կառավարական կազմակերպության քողի ներքո, փաստացի նշանակում է Հայաստանի տարածքի մի մասը հանձնել օտարերկրյա կառավարման։ Սա ոչ միայն հակասում է ազգային ինքնիշխանության սկզբունքներին, այլև կարող է դառնալ պրակտիկա այլ դերակատարների համար, նմանատիպ զիջումների համար ավելի մեծ ճնշում գործադրելու Երևանի վրա։ Երկրորդ, Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային դերակատարների, մասնավորապես Միացյալ Նահանգների ազդեցության աճը կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը՝ ի վնաս Հայաստանի։ Չնայած Արևմուտքը կարող է կարճաժամկետ աջակցություն խոստանալ Հայաստանին, փորձը ցույց է տվել, որ խոշոր տերությունների ներկայությունը տարբեր տարածաշրջաններում հիմնականում ուղղված է սեփական շահերի ապահովմանը։ Միացյալ Նահանգները ձգտում է Զանգեզուրի միջանցքով ներթափանցել Կենտրոնական Ասիա, շրջանցելով Իրանի և Չինաստանի ուղիները և նվազեցնելով Ռուսաստանի ավանդական ազդեցությունը, մինչդեռ Հայաստանը դառնում է ավելի շատ աշխարհաքաղաքական գործիք, քան ռազմավարական գործընկեր։ Երրորդ բացասական կետը Հայաստանի համար տարածաշրջանային և ներքաղաքական լարվածության աճն է։ Եթե Զանգեզուրի միջանցքը իրականություն դառնա, հարևանների հետ համաձայնության և փոխըմբռնման բացակայության դեպքում կարող է հանգեցնել անվտանգության մարտահրավերների։ Իրանը բացահայտորեն հայտարարել է, որ դեմ է ցանկացած արտատարածքային միջանցքի։ Եթե առաջարկվող միջանցքը անտեսի Թեհրանի շահերը, Իրանը կարող է օգտագործել դիվանագիտական և նույնիսկ դաշտային գործիքներ դրան հակազդելու համար։ Սա Հայաստանը դնում է զգայուն աշխարհաքաղաքական մրցակցության առաջնագծում։ Չորրորդ, Հայաստանի մեկուսացումը այլընտրանքային և հավասարակշռված տարածաշրջանային նախագծերից։ Արևմուտքի և Թուրքիայի ազդեցության ներքո մշակված ծրագրին համաձայնվելը կարող է Հայաստանին հեռացնել Իրանի, Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի հետ հավասարակշռված համագործակցությունից։ Այս 3 երկրները համարվում են Հայաստանի կարևոր առևտրային և անվտանգության գործընկերները։ Եթե Երևանը ընտրի տարանցի գերթուղիները մենաշնորհելու ուղին, կկորցնի այլընտրանքային բազմակողմ նախագծերին մասնակցելու հնարավորությունը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջանցքը կամ Արասի միջանցքը։ Հինգերորդ, Թուրքիայի և Ադրբեջանի դերի ամրապնդումը Հայաստանում և հայ հասարակության հոգեբանական ապահովության խորացումը։ Այս նախագծի հետևում կանգնած է Թուրքիան, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում և թուրքական աշխարհում։ Իսկ Հայաստանի պատմական հարաբերությունները Թուրքիայի հետ, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, շատ փխրուն են և լի անվստահությամբ։ Թուրքերի կամ նրանց կից ընկերությունների ներկայությունը այս միջանցքում կարող է լուրջ մտահոգություններ առաջացնել հայկական ներքին հասարակության շրջանում։ Ընդհանուր առմամբ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ոչ միայն չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը, այլև երկիրը կներքաշի բարդ և ռիսկային աշխարհաքաղաքական մրցակցության մեջ։ Այն ոչ միայն տարանցիկ ուղի է, այլև Հարավային Կովկասում իշխանության վերաբաշխման գործիք և իրական սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար։ Հետևաբար Թեհրանը ստիպված է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները այս նախագծի իրականացմանը դիմադրելու և տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար հստակ կարմիր գծեր գծելով։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։